Ողջույն։ Արցախյան պատերազմի հաղթանակից հետո իմ սերնդի, մեզանից մեծ սերնդի Ադրբեջանի մասին պատկերացումը ձևավորվել է ելնելով մեր հաղթանակի տրամաբանությունից։ Ադրբեջանցիների նկատմամբ ունեցել ենք ծաղրական կամահարական վերաբերմունք, քանի որ հաղթած էինք։ Շատերի սիրած մուլտերից էր Սահակյանցների Կիլդիմը, սրանց օրոք դադարեցվեց։ Ադրբեջանական հերոսը սա է, սա։ Լայն կեպիով կերպարը։ Տարիներ անց հիմա նաև էկրանի ձախինը շատ եմ նմանեցնում այդ մուլտկերպարին։ Հանուն ճշմարտության ասենք, որ Նիկոլը ինքն է նմանվել այդ կերպարին։ Մենք հաղթած էինք, մեր զինվորը հայ զինվորի կերպարի վեհության մեջ էր։ Այդ մուլտը Նիկոլենք համարում են գլուխգովանություն, ինչու, որովհետև ըստ էության իրենց էությանը խորթ էր, իրենցը թույլն է, խեղճն է, խեղճ հարիվն է։ Մենք հազարամյակների ազգ ենք, մեր մշակույթով, խիտ ու հզոր պատմությամբ։ Իրենք ադրբեջանցիք հայտնի է, մեր ու այլ ազգերի պատմությունից դրվագներ են կոպի արել կամ ջնջել ու ներկայացնում որպես իրենցը։ Մեզ մոտ 30 տարվա ընթացքում 4-րդ իշխանությունն էր փոխվում, իրենց մոտ իշխանությունը հորից փոխանցվում էր տղուն։ Մենք հաղթել էինք, իրենք պարտվել։ Մենք ունեինք պատերազմով անցած ղեկավարներ, հերոսներ, հաղթանակը պահած զարգացրած ղեկավարներ, իրենց մոտ պատերազմի հետ առնչություն չունեցող մոտավորապես մամայի բալա տպավորություն թողնող մեկներ։ Օրինակ լսել էիք ադրբեջանցի հերոսի մասին։ Չի եղել, չեն ունեցել հերոս։ Հերոսացնում էին Սաֆարովին, Հազիվել։ Մենք երկրորդ հայկական հանրապետությունն էինք ստեղծել, իրենք կորցրել այն, ինչը համարել են իրենցը։ Մենք ունեինք տնտեսական հաջողություններ, երկու կողմից բլոկադայի պայմաններում եւ այլն։ Ու մենք կարող էինք մեզ թույլ տալ նկարել Կիլդին, որը մեր ընկալումների արտացոլանքներ միայն քարոզչական չէր, իրականությանն էլ շատ մոտ էր իհարկե։ Բայց հիմա հայտնվել ենք լրիվ հակառակ իրավիճակում։ Մեր պետության ղեկավարը հայտնվել է այս կերպարի մեջ ու մեզ էլ է մտցնում։ Նա հայկական հաղթած զինվորին, հերոսին իր իսկ ձեռքով փոխարինել է ադրբեջանական զինվորի կերպարով։ Այս մուլտի հերոսների տեղը փոխել է։ Մի քանի համեմատությամբ հիմնավորեմ խոսքս, որ տեսնենք, թե ինչպես է այս ամենը ռեալ հողի վրա դառնում։ Օրինակ, բացեք ռազմական զեկույցները մինչև Նիկոլենք։ Հայաստանը համարվել է աշխարհի ամենառազմականացված երկրներից։ Սպառազինությունների մրցավազքի մասին զեկույցները նայեք։ Այդ միջազգային զեկույցներով թե Հայաստանը, թե Ադրբեջանը ամենառազմականացված երկրներն էին։ Դա չափվում էր ռազմական ծախսերի վրա բյուջեի հատկացման տոկոսով։ Այդ որ ասում են սրանք, թե 30 տարի չեն զինվել, սուտ է։ Իսկ ուր են զենքերը։ Միլիարդավոր դոլարների անգամ մեկ պատրոն չկրակած զենքեր Փաշինյանը պատերազմով պարզապես նվիրեց Ալիևին։ Նիկոլն ասում է, հիմա զինվում ենք, բայց նայում եմ նույն զեկույցները, չեմ տեսնում։ Ադրբեջանը 2024 թվականին ռազմական արտադրանքի պայմանագրերով ձեռքբերման հայտնվել է զենք գնող երկրների 16-րդ տեղում, իսկ որտեղ է Հայաստանը։ Չկա։ Այն տարիներին, երբ Հայաստանը սրանց ասելով չէր զինվում, ամենառազմականացված երկրներից էր։ Հիմա, երբ էլի սրանց ասելով զինվում է, ցանկից թռել է դուրս։ Հենց բռնվում են, ասում են, մեզ զենք չեն ծախում, որովհետև հապկը եսիմ ինչ։ Այդպես են, այս մուլտֆիլմում տեղերը փոխվել։ Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ բանակցություն։ Հայկական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ադրբեջանական կողմը փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Մամեդովը ընդամենը 44 տարեկան է, բայց պետական կառավարման համակարգում փորձառությամբ։ Մեր ներկայացուցիչը ավելի երիտասարդ է, բայց կենսագրությունը սկսում է 2018 թվականից։ Համացանցում գրում է սանուն ազգանունը, վերում է ինչ-որ ծաղրական ֆոտոներ։ Առաջին անգամ էլ կադրերում երևաց 2018-ի իրադարձությունների ժամանակ։ Մեկ էլ որ մի խումբ իր նմանների հետ մտել ու տապալում էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ուղիղ եթերում էլ փորձում էր ճանկռոտել նախկին նախագահի անվտանգության ծառայողներին։ Դա այսօր ներկայացնում է Հայաստանը ու քննարկում է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։
Այն օրը թվարկեցի 2 տասնյակի չափ տարածաշրջանային նախագծեր, որոնցում Հայաստանը չկա, որովհետև ձեր բանակցողները Կոստանյան Վահաններն են։ Քո արտաքին գործերի նախարարը պատմության մասնագետ է, պետական կառավարման համակարգում նույնպես 2018-ին հայտնված։ Ադրբեջանի իր գործընկերը 90-ականներից կառավարման համակարգում է, նաև դրա համար ենք այսօրին։ Նախորդ անգամ ցավալի արձանագրում արեցինք։ Մեր պաշտպանության նախարարը պատմության դասատու, մի տեղակալը վարկային մասնագետ, մյուս տեղակալը տնտեսագետ, երրորդ տեղակալը ոստիկան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ 2 տեղակալները գեներալ գնդապետ են։ Մյուս 2 տեղակալները գեներալ լեյտենանտ են։ Մի հատ հասկացեք էլի։ Ամենապատասխանատու ոլորտների ղեկավար աշխատողները ովքեր են։ Ինչի մենք գեներալներ չունեինք, մասնագետներ չունեինք, որ դասատու ես նշանակել պաշտպանության նախարար, հրաչային էլ տեղակալ։ Ոչ, դա միամիտ չէ։ Քաղաքականությունն է այդպիսին։ Բացի այդ որ մի նորմալ գեներալը կգար կաշխատեր սրանց հետ, կհարցնեք դուք։ Համաձայն եմ։ Նորմալ գեներալ ուզենար սրանց հետ աշխատել, Արշակ Կարապետյանը կամ Վաղարշակը կամ Սուրիկը կդառնային նախարար, Ասրյան Էդվարդը կդառնար գենշտաբի պետ, պատկերացնում եք Վազգես Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գենշտաբի պետը լրագրողի հարցին, թե ինչու ադրբեջանական ուժերը ջերմուկի հատվածում հետ չեն քաշվել, ասեր դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք։ Քանի րոպե կմնար դա իր պաշտոնին։ Պագոնները կհանեին, կպոկեին ու դե գիտեք ինչ կանեին, պատկերավոր պատկերացրած։ Ոնց ղեկավարողն է, այնպես էլ իր դրած պաշտոնյաներն են, այնպես էլ երկրի օրն է։ Այսպես կարող եմ բոլոր ոլորտներին անդրադառնալ, համեմատել, բայց չեմ անում, որովհետև ինքս եմ ամաչում։ Երբ որ նորմալ դիվանագետները չեն ուզում քեզ հետ աշխատել, մնում ես թուրքի ագենտ ու նասկի գզող անուններով հայտնիների հույսին։ Ու դրա համար էլ հենց մեր բոլոր ոլորտները հասցնում ես այդ կիլդիմի վատ հերոսին։ Մի պահ պատկերացրեք, մի լուրջ մասնագետի Նիկոլը խնդրել է գալ աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում։ Ասենք հասկացել է, որ Պապոյան Գևորգը իրոք ոչ մի բարի պետք չէ ու որոշել է այդ մի կադրը նորմալին բերել նշանակել։ Այդ մասնագետը, որ պետք է ասենք դրսից գա աշխատի նախարար, ասում է հələ մի քիչ ուսումնասիրեմ էլի, ում հետ եմ աշխատելու, ու բացում են Նիկոլի ազգային ժողովի ամբիոնից 2 օր առաջվա վիդեոները, անտաղանդ պարը։ Այդ աշխատանքի պայմանագիրի կճղի կգցի աղբար կղը ու երևի անգամ որպես զբոսաշրջիկ Հայաստան չգա։ Ասում ենք առողջապահության նախարարը ինչու է իրավաբան, այն էլ երբեք հայտնի չեղած իրավաբան։ Հա բա որ մի լուրջ մասնագետը Նիկոլի հետ կաշխատի իր ոլորտում նախարար, տեղակալ։ Լավ կասեք, ինչ եք առաջարկում։ Այս իշխանությունը հենց ընդդիմությունը խորհրդարանում քննադատում է, ասում են, բա ինչ եք առաջարկում։ Հիմա որ ուզենամ ժամերով մտածել որակյալ դիվանագետի անուն, որ կհամաձայնի աշխատել Նիկոլայից հետ, արտգործնախարար, հաստատ չեմ գտնի։ Չեմ կարող հայրենասեր մեկին գտնել, որ կգա ու Նիկոլի իշխանությունում կաշխատի որևէ պատասխանատու պաշտոնում։ Ժորժ ջան, այս նյութը Ադրբեջանի հզորության ու մեր թուլության մասին չէ։ Բնավ։ Այն մասին է, թե այդ ցեղախումբը ինչ է անում, ինչ են անում մեր եսին որտեղից ու եսին ոնց եկածները։ Եթե իրոք հեղափոխություն լիներ, լուրջ մարդիկ լինեին, նորմալ կադրեր բերեին իշխանության, արեստավարժ, այս վիճակում կլինեինք, հաստատ ոչ։ Այո, կարող է նրանց քաղաքականությունը շատերին էլ դուր չգար, քննադատեինք, շրջանառության հարկ մեծացներ օրինակ դեմ լինեինք, ասել Եվրամիություն ենք գնում դեմ լինեինք, բայց հաստատ չէր հանձնի երկիրը, այսպես բանտիկը վրան։ Այս թիմով, այս որակով ուզում էինք ինչ անել, պատերազմ հաղթեինք, սահման պահեինք, դիվանագիտական հարաբերություններ հաստատեինք թշնամու հետ, չէ միչե Եվրամիություն մտնեինք։ Կարճ ասած, տպավորություն ունեմ, որ Ալիևը 30 տարի լավ ուսումնասիրել է,
մենք ինչ ենք արել, ոնց ենք զարգացել, այդ թվում իր ագենտների, թուրքական ագենտների միջոցով սաղ ներսից ուսումնասիրել է, հասկացել է ինչպես կարելի է քանդել։ Ու այդ քանդող բրիգադին, այն որակի մարդկանց, որոնց միշտ ծաղրել ենք, այս մուլտֆիլմի հերոսի պես նման կադրերի է գտել ու ուղարկել մեր երկիր։ Բայց ըստեղ եղեք ժողովուրդ ջան, հենց սրանք գնան, մեր ողջ ռեսուրսը մասնագիտական լավագույն որակն է հավաքվելու ու էլի մուլտֆիլմի հերոսների տեղերը փոխվեն։ Էլի ոնց վերլուծում ենք, միակ եւ ամենից կարևոր պայմանն է Նիկոլին փոխարինելը լուրջ առաջնորդով։ Այդ ժամանակ հնարավոր կլինի մեջքը ներսել ու ուղղել, հույսել ունենալ, որ 21-րդ դարը մերն է լինելու։